Գալով իշխանության մենք քաղաքական գնահատական կտանք խորհրդային միությունից հետո բոլոր իշխանություններին, թե առաջին նախագահ, թե երկրորդ, թե երրորդ, թե վարչապետի այսօրվա Նիկոլ Փաշինյանի, իսկ իրավական գնահատականը մենք չենք տա, իրավական գնահատականը կտա իրավապահ համակարգը, բայց քաղաքական գնահատական պարտադիր կտրվի, մենք ինչ ենք ստացել, ինչ ժառանգություն ենք ստացել խորհրդային միությունից եւ տենց մեկը մեկին փոխարինելով հանձնելով ինչ է մեզ այսօր հանձնել։ Մենք մի հատ պետք է իմանանք, չէ, ինչ վիճակում ենք հայտնվել, ինչու ենք հայտնվել եւ ինչ պետք է անենք այդ վիճակից դուրս գալու։ Հարցը նա չի, որ հիմա մենք չգիտենք։ Քաղաքական գնահատականը նաեւ դիրքորոշում է։ Դու կոնկրետ ինչպիսին ես պատկերացնում այս կամ այն քաղաքական ուժի նրա վարած քաղաքականության, նրա կառավարման տարիների նկատմամբ քո վերաբերմունքը։ Ակնհայտորեն այդ գնահատականը մենք կտանք։ Եվ դրա համար իշխանության պայքարը, թե ինչու են նրանց հետ այդպես կենաց մահու, լավ գիտեք, որ եթե ուզենային կենաց մահու կռիվ չլիներ, մինչև այդ նրանց քչեզոքացնեին, բայց նրանք իրանց շատ պետքական էր, ու իրանք իրանց այս պայքարով խանգարում են մեզ, ոչ թե օգնում։ Խանգարում են, որտեղ ունեմ, որ եթե իրանք տեսնեին դուք այդքան մեծ պոտենցիալ ունեք, հնարավորություն ունեք ԱԺ-ում երկրորդ ուժը լինելու, նաև ձեզ իրենց հայտարարություններով որևէ կերպ կանդրադառնային, որպեսզի օրինակ ձեր ձայները նվազեցնեին, բայց նման բան չեն անում։ Հա, բայց եթե դուք ուշադրություն դարձրացնեք, նման բան չեն անում, որպեսզի քննադատության թիրախ չդառնան, որ ասեն ինչի համար է քննադատում, բայց այնպես չի, որ նրանց փոխարեն պատվերով այդ նույն բանը չեն անում ուրիշները մեր դեմ։ Այտենց օր չկա, որ մի հատ զորք առավոտ քնից չարթնանա ու գրի, որ Գուրգեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի պատվերն է կատարում։ Հետո մի ուրիշ զորք արթնանա, ասի Ռոբերտ Քոչարյանի, մեկը Սերժ Սարգսյանի, անենց անուններ են տալիս, որ նույնիսկ մտածում ենք, ասում ենք, գոնե Գուրգեն Սիմոնյանը այդ մարդկանց անձամբ մի անգամ տեսած լներ, գոնե միտեղ ընդհանուր հավաքի անգամ տեսած լներ, բայց դա ինչու համար է արվում։ Դե ձեզ թվում է դա պատահական արվում է, ֆանտաստիկ ռեսուրս են ծախսում մեր դեմ։ Ձեզ թվում է դա որևէ մեկը չի պատվիրել ու դա անում են։ Այդ իրանք իրաց դեմքով չեն անում, որպեսզի չհակադարձեն։ Ասեն ինչն եք քննադատում։